Աբրահամը հայտնություն է ստանում, որ եթե Աստված ամենակարողը նշանակում է, եթե զոհեմ Իսահակին, նա հարություն կտա մեռելներից։ Ու ինչա տեղի ունենում։ Երբ որ բերում է Իսահակին արդեն զոհաբերելու, ձեռքը բարձրացնում է, որ արդեն զոհաբերի, Աստված ասում է կանգնիր, չանես դա, տղային չսպանես։ Եկ տեղերով փոխվենք։ Սա այնքան հիասքանչ է։ Սա ուզում եմ խորապես Սուրբ Հոգով հասկանալ, ինչ հրաշալի է ուղղակի։ Ու անկարծ Աբրահամը տեսնում է կողքը մացառներում բռնված, մոլորված գառնուկին, որ ընկել է մացառների մեջ եւ չի կարողանում դուրս գա, կապվել է, կապանքների մեջ է։ Ու նա արդեն ասել էր Իսահակին, Աբրահամը հավատքով ասել էր, որ Աստված կհոգա, Աստված կտեսնի ու կհոգա զոհը։ Ու եկավ այս պահը, ու Աստված ասեց, արի տեղերով փոխվենք։ Այդ գառնուկը, որ մացառներում կապված էր, մարգարեություն էր, որ Աստծո որդին ոնց որ խոստացավ Աբրահամին, ասեց արի տեղերով փոխվենք, ես ին որդին կտամ, ես ին որդուն կզոհաբերեմ։ Նույն Հիսուս Քրիստոսն էր, որ երկնքից եկավ այս աշխարհի մացառների մեջ, մոլորվեց, կապվեց, փոխաբերական իմաստով եմ ասում։ Ու մարդիկ, Աբրահամները, մարդիկ բռնեցին ու զոհաբերեցին նրան։ Աստված մարգարեացավ եւ արեց։